Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի գլխավոր թոք-շոուին և դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Կարինե Սիմոնյանը երեխաներին խնամելով որոշեց աշխատանք գտնել, իսկ Նինա Մակյանը երեխային խնամելու համար փորձում էր դայակ գտնել։ Սակայն երկու կանանց միջև համագործակցությունը երկար չտևեց, Նինան չվճարեց պայմանավորված գումարը, իսկ Կարինեն որոշեց չխնամել Նինայի երեխային։ Ինչու Կարինեն սպառնաց վնասել երեխային և ինչ մեղադրանքներ է հնչեցնում Նինայի հասցեին, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Դայակը՝ կիսաբաց լուսամուտներից ներս։ Դե ինչ տեսնենք, թե իրականում ինչպիսին է դայակի ճակատագիրը։ Մեզ մոտ այսօր այստեղ տիկին Կարինե Սիմոնյանն է, դիմավորենք։ Բարի երեկո տիկին Կարինե, ձեր ընկերուհին ծանոթացնում է ձեզ Նինայի հետ, որ մի քանի օր առաջ երեխա է ունեցել և ով փնտրում էր դայակ երեխային խնամելու, որպեսզի ինքն գնա շարունակի աշխատել և կարողանա երեխային ապրուստի միջոց։ Ալիսան ինձ առաջարկեց, Ալիսան ձեր ընկերուհին է, համատեղ ընկերուհին։ Համատեղ ընկերուհի։ Ալիսան ինձ առաջարկեց այսպեսի տարբերակ, Կարինե ասեց, արի դու ոչ միտեղ մի գնա աշխատի, քանի որ քո վիճակը ես տեսնելով, ասեց չեմ ցանկանում, որ ասենք մի քիչ քեզ նագրուստի մեջ դնես, ավելի լավ արի այսպեսի տարբերակ առաջարկեմ, մի հատ ընկերուհին է, մոտիկ անձնավորություն է, մեծ ցանկություն ունի իր երեխային խնամելու, արի դու իր երեխային խնամի, ինքը քեզ կվճարի դրա համար, ինքը կաշխատի քո հարցերը, խնդիրներդ կլուծի, ասի, բայց նորմալ մարդ է, ինքը ասենք նենց չխափի, խափեբայություն չանի, Ալիսան ասեց չէ, Կարինե, նորմալ, ես իր հետ աշխատել եմ, գիտեմ ինչ ձև աղջիկա, խնդիր չկա, կարող եմ հետը ծանոթացնեմ, թող գա միասին զրուցեք, եթե համաձայնես վերցնել երեխային, այո։ Հանդիպեցիք, ընդհանուր հայտարարի եկաք, երեխան օրվա որ ժամը պիտի ձեզ մոտ լիներ։ Ուրեմն ամբողջ սուտկա երեխան ինձ մոտ է եղել։ Այսինքն երեխան 24 ժամ։ Քանի շաբաթվա քանի օրերը պիտի լիներ ձեր խնամքի տակ և քանի օրը մայրիկի հետ։ Մայրիկի հետ չի եղել ընդհանրապես, ես ասեմ։ Պայմանավորվածությունը ո՞նց է եղել։ Պայմանավորվածությունը այսպես է եղել։ Ուրեմն ամսի 3-ին մայրիկը եկավ մեր տուն, մենք միասին խոսեցինք, զրուցեցինք, համաձայնության եկանք, որ իր երեխան ես կխնամեմ ու ինձ խոստացավ, որ վճարել 5000 դրամ։ Օրական։ Այսինքն 24 ժամը 24 ժամը 5000 դրամ։ Շաբաթը 7 օր ձեզ մոտ պետք է լիներ երեխան։ Շաբաթվա բոլոր օրերը երեխան պետք է լիներ ինձ մոտ, իմ խնամքի տակ։ Այդ երեխան չէր սնվում, կաթ չէր ուտում մայրական։ Մայրական կրծքից ինքը կտրեց երեխային և այդ արհեստական կերերով սկսեց երեխային պահել։ Քանի որ ասենք երեխան շատ փոքրիկ էր, մի շաբաթական երեխա էր, ես իրան մի շաբաթական ժամանակվանից վերցրեցի, պահեցի, անգամ երեխայի 40-ն էլ մեր տան մեջ լրացավ։ Եվ այսպես ստացեց, որ երեխան հենց նույն օրվանից մնաց ինձ մոտ։ Այսինքն դեկտեմբերի 3-ից 2013 թվականից Ալենը հայտնվեց ձեր խնամքի տակ։ Այո։ Մայրիկը ամեն օր էր գալիս տեսակցության երեխային։ Ոչ, 3 օրը մեկ, 4 օրը մեկ։ Այդ իբրև աշխատում էր ինքը, ես էլ ամեն անգամ զանգում եմ, ասում եմ, գիտեք ինչ, երեխային պամպեր, սա պետք է, նա պետք, շուտ հասցրու, իսկ ինքը իմ վրա նենց էր մունատ գալիս, ոնց որ ես իրանից ողորմություն էի խնդրում։ Իբրև աշխատում էր ինչի նկատի, ինչ է այդ իբրև բառը շեշտում։ Ինքը աշխատանք չուներ կոնկրետ, հետո գնաց ինչ որ պիցերիանոց աշխատեց, դա գտնվում է Մաշտոցի փողոցի վրա, մի հատ ինչ որ պարսիկի մոտ, տենց ինքը աշխատում էր իբրև բարմեն այնտեղ։ Մի ես ասենք կոնկրետ չգիտեմ, ինքը այս պահին չէր աշխատում, բայց ինքը գործից հետո տուն չէր գալիս։ Շատ լավ։ Սա միակ երեխան չէր այդ ընտանիքի, այսինքն այդ կնոջ, հա։ Նինան ուներ ևս երեխա ուներ, որը մի երեխան աղջիկ է 4 տարեկան։ Նա ևս մեկ ուրիշ դայակի մոտ էր խնամվում այդ երեխան։ Ինքը գումարը չվճարելու, չկարողանալու, ասենք, այն մյուս դայակի խնդիրները լուծեր, այդ երեխային բերեց նաև էլի ինձ մոտ,
որ ես ասենք այնպես ստացվեց, որ ես այդ երեխայի գումարը չվերցրի, ես ինչպես Ալենին եմ խնամել, իմ մնացի համաձայնության մեջ 5000 դրամով, ասի դե մեղք կա։ Այդ որքան ժամանակ հետո առաջին երեխային գումարվեց երկրորդ երեխան։ 3 շաբաթ հետո, 3 շաբաթ անց այդ փուճուր։ Այսինքն նոր տարուն արդեն։ Այո, նոր տարվա տոներին։ Այո, նոր տարվա տոներին այդ 4 տարեկան երեխան էլ հայտնվեց մեր տանը։ Ու այնպես ստացվեց, ես այդ երեխային խնամեցի, 1 շաբաթ հետո ինքը երեխային տարավ գիշերօթիկ մանկապարտեզ։ Երեխաներից որ մեկին, Ալենին, թե 4-ամյա դստերը։ 4-ամյա դստերը, 4 տարեկան։ Ու Ալենչոն իմ մոտ էր մնում։ Ես ասենք այդ երեխային, իմ երեխային շատ եմ, ոնց ասեմ, իմ երեխայի նման եմ խնամել։ Լավ, ու երեխաների հայրն ուր էր, թե նույն հայրը չէր նրանց մոտ։ Առհասարակ հետաքրքրվել եք որտեղից են, օդից չեն ընկել, չէ՞։ Ես հիմա կպատմեմ ձեզ մանրամասնը։ Ուրեմն ես այս խնամելուց հետո, ասենք իր տվյալներն իմանում եմ, որ ինքը ինչ ձևի անձնավորություն է, որը մայրը իրան ընդհանրապես հրաժարվել էր, իրան տուն չէր ընդունում, անօրինական այդ երեխաներին ունեցել է։ Երեխայի հայրը եղել է ոստիկանության աշխատող, Սիմոն Սիմոնյան անուն ազգանունը։ 2 ամիս լրանալուց հետո եկել էր, որ չէր կարողանում իմ գումարը վճարել, իմ աշխատավարձը։ Այդ Սիմոն Սիմոնյանը մեր թաղայինի, համայնքի թաղայինի հետ եկել էր մեր տուն, Արա Նավասարդյանի հետ, ու այնպեսի մեղադրանքներ ինձ ներկայացրեցին, ոնց որ դրսի խուժան անձնավորության հետ խոսեին։ Ինչ մեղադրանքներ էին ձեզ ներկայացնում։ Ասում եմ, համաձայն եմ, ես երեխային տալիս եմ, ես երեխային ինձ մոտ չեմ պայելու։ Եկել էր, որ երեխային հետ վերցներ, ոստիկանության աշխատողներով էր եկել։ Ես իրան բացատրում եմ, Նինա, եթե դու ինքդ մենակ գայիր, դա էլի առանց որևէ պատճառների, մենք իրար համաձայնության կգայի, էլի դու քո երեխայդ կվերցնեիր, կգնայիր։ Եթե իհարկե ասենց վստահելի անձնավորություն է, ես կսպասեի քեզ գումարս վերադարձնեի։ Շատ լավ, որքան ժամանակ է երեխան ձեր մոտ ի վերջո եղել, դեկտեմբերի 3-ից մինչև 2014 թվականի հունվարի 14-ը։ Եվ որքան գումար ձեզ պիտի վճարեին այս ամբողջ կտրվածքի համար։ Ուրեմն 47000 հոսանքին, 125000 էլ աշխատավարձս։ Ահա։ Ու դրանք բոլորը թողեցին ինձ վրա ու իրանք գնացին։ Ձեր պայմանավորվածության համաձայն իրականում հոսանքի գումարը նա պիտի վճարեր ձեզ։ Այո, որովհետև այդ ամբողջ գումարը իր այդ ամբողջ հոսանքը երեխայի վրա էր ծախսվել, որը գիշեր-ցերեկ միացված է եղել, որ այդ փուճուր անօգնական երեխան չմրսի։ Եվ ընդհանուր հաշվարկով 172000 դրամից որքանն եք դուք ստացել տիկին Նինայից։ 50000 դրամ։ Եվ ոչ ավել։ Ինձ քիչ-քիչ 2 օրը, 3 օրը մեկ, 5 օրը, 10 օրը մեկ տենց բերելա քիչ-քիչ, ասենք 10000-ով, 5000-ով այս ձևի տվելա, որպեսի գումարը մարվեր։ 50000 մոտավորապես ինքը այդ սահմաններում ինձ գումարը վճարելա, իսկ 125000 էլ ինքը չի վճարել։ Նաև դրա այդ մեկտեղ 47000 հոսանքի վարձը։ Արդյոք ընդամենը մի քանի տասնյակ հազար դրամների մասին է պատմությունը, թե այստեղ խեղված են նաև մարդկային ճակատագրեր։ Մենք գնալու ենք այս պատմության ամենախորքերը փոքրիկ դադարից հետո։ Ինչ է պատմում Նինան։ Հակառակորդ կողմին ենք լսելու փոքրիկ դադարից հետո, սա կիսաբաց լուսամուտներն է։ Հեռու չգնաք։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, երկրի գլխավոր թոք-շոուն վերադառնում է տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Այն ստեղծված է, որպեսզի մենք միասին օգնենք այն ընտանիքներին, որոնք դժվար կացության մեջ են եւ այսօր հենց ձեր օգնության կարիքն ունեն։ Եվ այսպես տիկին Կարինե, այսօր ո՞րն է ձեր պահանջը Նինայից։ Եկան, ասում եք, երեխային վերցրեցին ոստիկանության ներկայացուցիչների հետ եւ այդ ընթացքում չմոռացան ձեզ վիրավորել։ Ինձ 2 հոգի, ուրեմն այդ ոստիկանության աշխատողները եկան, ինձ այնպես էին ներկայացնում, որ եթե դու երեխային հենց հիմա չտաս, քեզ վրա հոտված կդնեն, դու կդատվես, եսիմ ինչ, այնպես են խոսում։ Ով էր դա ձեզ ասում։ Այդ ոստիկանության աշխատողը, նաև մեր թաղայինը։ Շատ լավ, դուք պնդում եք, որ այդ ամենը տիկին Նինայի ձեռքի գործն է եղել, հա, նա կազմակերպել։ Ով է եղել տիկին Նինան, որ կարողանում է ոստիկանության համակարգում նման, չգիտեմ,
բաներ կազմակերպել եւ մեղադրանքներ հնչեցին։ Նա եղել է ինչ որ ԿԿՊ-ի աշխատողի սիրուհի, Ահա։ որ այդ երեխաները հանդիսանում են իբրև Իրանը, ինչ որ դիմում են ինա ներկայացրել, որ ես երեխային վերցնում եմ, չեմ տալիս իրեն, բայց նման բան ընդհանրապես չի եղել։ Ես ասել եմ Նինա, էլի քու երեխան ու ամսի 29-ից մինչև այսօր ես միշտ ասել եմ Նինա ջան, ես էլի վիճակի չեմ, արի քու երեխային տար իմ գումարս դուր, ես չեմ կարում, հոգնում եմ։ Լավ, դուք երաշխավոր ունեիք, չէ՞, պատմության ամենասկզբում Ալիսան էր, որը ձեր կապող օղակն էր հանդիսանում։ Ձեր ընդհանուր ընկերուհին։ Ասում եք, Ալիսան գովում էր, լավ խոսքեր էր ասում Նինայի վերաբերյալ։ Ճիշտն ասած Ալիսան էլ իրան, ասենք, սենց լավ չէր ճանաչում, ինչ ճիշտն է ճիշտը։ Ու հետո ընթացքում հետաքրքրվեց Նինայի տվյալներով, իմացանք Նինան առաջ որտեղ է աշխատել, դիսկոտեկ Աբովյան քաղաքում, ինչ որ դիսկոտեկ է եղել, այդտեղ է Նինան աշխատել եւ այդտեղից ճանաչել են Ալիսային։ Ահա, որպեսով են ճանաչել Նինային։ Որպես սովորական աշխատող, բայց հետո այդ տնօրենուհին, այդ դիսկոտեկի կին էր, մանրամասն պատմել է Ալիսային, թե Նինան ով է, ինչքան տղամարդկանց հետ է շփվում, քանի հոգի տղամարդկանց հետ է տվել առել, հենց ինքը այդ նույն կինը պատմել է։ Լավ, փաստորեն այստեղ կրկին խոսքը գնում է տղամարդկանց մասին եւ ոնց որ հասկանում եմ ձեզ այնց խոսքը անհաշվելի քանակության մասին է։ Իրականում այդպես է։ Նինան այստեղ է, լսենք հակառակ կողմին դիմավորում ենք։ Բարի երեկո Նինա, ես անկեղծ ասած այլ պատկերացումներ ունեի ձեզ վիզուալ առումով տեսնելու, ոստիկանության համակարգում հարցեր եք լուծում ասում են նույնիսկ, իրականում եկեք սկսենք սկզբից, թե ով է այս կինը, ում հանձնել էիք ձեր երկրորդ երեխայի խնամքը, Ալենին։ Ես երեխայս հանձնել եմ Ալիսայի ճանաչելով, Ալիսան մեծ աշխատել է պարսկական ռեստորանում, ընդե մենք իր հետ ճանաչել ենք այդպես։ Ալիսային ասեցիմ երեխա պահող կա, ես երեխային ստավ, որովհետև չեմ կարող երեխայիս խոսքի կաթի փող հասցնեմ, բանանեմ, կերակրեմ, ասեց հա, Կարինեի համար տվեց, զանգարեցի Կարինեի հետ խոսացի, ես ամսի 3-ին եկա, Կարինեի ծանոթացա, այդ օրը դաժե ինքը ասեց երկար մնաց իր տանը, ասեց կարաս մնաս իմ տանը, մնացի ծանոթացա Կարինեի հետ, երեխայի թողեց իր մոտ։ Դուք երաշխավոր եք ունեցել ընդհանուր կապ։ Հա, Ալիսայի ես տենց եմ ճանաչել։ Գոհ եք եղել ծառայություններից տիկնոջ։ Լավ դայակ եղել։ Ճիշտն ասած ես երեխային տվել եմ, գնացել եմ աշխատել եմ, հետո բերել եմ տենց կաթը հասցրել եմ, պամպերս։ Բայց չեմ հետաքրքրում ձեզ այդ երեխան ոնց է, ինչ վիճակում է, լավ է։ Երեխան նորմալ է եղել խոսքի սկզբում եմ ասում, հետո չեմ տես հետևանքներ։ Հիմա երեխայի մոտ գրիժա ունի, թոքերով հիվանդ է երեխաս, դաժե Դուք պնդում եք, որ այս ամենի մեղավորը ձեր դայակն է եղել։ Հա, բա ինքն է մեղավոր։ Ես նորմալ երեխային հանձնել եմ, չէ, իրան։ Ես կարող եմ երեխայի դեր խոսքի տեսնեմ, բացեմ, տեսնեմ, որ փորի վրա գրիժա է առաջացել։ Դեք ինքան։ Նման բան չկա, երեխային կարամ ես վերեմ երեխան տենաս։ Շատ տաք է եղել, երեխան ընդհանրապես իմ տանը չի հիվանդացել, ասեմ ձեզ, որ նա բերեց երեխային ամսի 3-ին մեր տունը, երեխան շատ բարակ էր հագնված։ Ես հարևաններից շոր եմ վերցրել տաք հագուստներ, որ երեխային պահեմ։ Երդվում եմ ամենայն անկեղծությամբ, ես երեխային երբեք չեմ հիվանդացրել, երբ որ եկավ երեխային վերցնել տանելու իմ տանից, նույնությամբ տկլոր վիճակով երեխային մեր տնից տարավ։ Ոնց եմ տկլոր տարա, որ երեխան լիքը շորեր ունի, երեխան լիքը շորեր ուներ, ես այդ լիքը շորերը ես լվացել էի պարանին փռացեր։ Մայրիկ դուք զգեստ գնում եք երեխային։ Այո, ես զգեստով երեխային գնել։ Ներողություն, առհասարակ դայակ ընտրելուց դայակի մասին տեղեկությունները ստանում են նախորոք մինչև երեխային հանձնում։ Ճիշտ ասած ստիպված։ Հետաքրքրվել եք ով էր տիկին Կարինեն, ինչով էր զբաղվում։ Չեմ հետաքրքրվել ճիշտ։ Ուղղակիորեն։ Ուղղակիորեն բայց դա Նինային ինչի պիտի հետաքրքրի։ Մարդը կարող է 24 ժամ թողի երեխային։ Սկսենք այդտեղից։ Երեխուս կաթ չունի կոպիտ ասեմ, ինչ անեմ։ Գիտեք ինչ, ես կարող եմ մի բան ասել, երբ որ դու նորածին բալիկիդ տալիս ես որևէ մեկին, իմ բալիկին պահել է մայրս։ Ես երբ մոտենում եմ երեխային, ես իմ երեխային ոտից գլուխ մեդասմոտր էի անցկացնում։ Դուք գնում եք ձեր բալիկին տեսնալու։ Մի անգամ չի եղել, որ ձեր բալիկի պամպերսը բացեք ու նայեք տեսնեք, որ պորտի գրիժան։ Ինչպես հայտնվեց, որ պորտի գրիժան դուք տեսաք։ Այս վերջերս է դուրս եկել, որտեղ չի լինում վերջերս։ Պորտի գրիժան
Ես կարամ երեխային մի ման բերեմ, բացեմ, տեսնեք։ Եկեք հասկանանք, ում հետ եք դուք գնացել երեխային այցի, ինչ տղամարդկանց անուններ, համակարգում աշխատող։ Ես ասեմ ոնց եմ գնացել։ Կանեն իր մորակուրը զանգարեցին երեկոյան, որ փողը գումարը բերեք բոլոր այդ գումարը հասցնես, գումարը բերես երեկոյան հասցնես, թե չբերես երեխային կվնասեն, մեզ կանեն, մենք կանեն, մորակուրն էլ ինքն էլ։ Ես էլ ասի թե երեխայի մի բան պատահի, պատասխանատու ես։ Ես էլ առավոտյան դաժե գիշերով ես գնայի, երեխեք ասի աշխատողներ մի բան արա, մի վախեցի, բան չի կարանի։ Առավոտյան գնացի, ոնց գնայի, գնացի թաղերին դիմեցի, գրություն գրեցի, որ խնդրում եմ օգնեք երեխային գնալ։ Իսկ ով այդ տղամարդ ում անունը պարբերաբար շահարկվում էր եւ ձեր հետ գալիս էր նա ասում էին։ Նա գալիս էր մեր տուն տարբեր տղամարդկանց հետ։ Ես ասում էի դու այս ինչ էր տղամարդկանց բերում, ասում եմ եթե դու լավ կին էիր, չլռեիր, ասեիր գնացեք մեր տնից։ Ես անշնորհ չեմ, որ ես իմ տանեկացյուրին ասեմ, գիտես ինչ կա, ոնց եկել ես դուրս արի։ Ու տարբեր տղամարդկանց հետ ինքը շատ է մեր տուն եկել։ Ու անկեղծ եմ ասում, երբ որ ինքը տարբեր տղամարդկանց մեկին պամպերսերն առնել տալիս, մյուս ինքերներն առնել տալիս, ու բարբերաբար նա չէր մնում տանը։ Նա նորից այդ տղամարդկանց հետ դուրս էր գալիս, գնում էր լուսաբացի նոր հայտնվում էր։ Եթե ես տղամարդկանց բերում եմ, ինչու՞ չէր ասում, քո երեխան վերցա, դու անբարոյական աղջիկ ես։ Մենք 29-ից ասում էինք Նինա ջան, երեխային վեկալ գնա, ես էլի վիճակի չեմ։ Դա չես ասել։ Ես չեմ ստում Կարինե։ 29-ից հարևանները ներկա են։ Հարևաններ քոնկերուիններն են աղջիկներ, հարևանները ներկա են եղել, դաժե իմ խոսակցությանը մեր տանն են եղել։ Ես մի հատ հարևանուհին եմ կողքից Անժելայի ներկայությամբ էլ Անժելան էլ ասեց դու չես վախենում որ քո երեխուդ այդքան երկար թողում ես։ Նաև իմ պատերն այնքան խոնավ է, դա էլ շեշտ եմ։ Ես վախենում էի զուտ այդ պատերի խոնավությունից, որ երեխան հիվանդանար։ Ամսի 29-ից Հրաշ ջան, ես իրան ասում էի, Նինա, խնդրում էի, գումարս բեր երեխային տար։ Սպասի Կարին ջան, այսօր փողը կստանամ, վաղը կգնամ բանկից կվերցնեմ, այստեղից ու ինձ խաբում էր միշտ։ Իսկ ինչ վերաբերվում է մորակույրս իրան բախացրել է, գիտես, կետամ գնամ երեխայիդ կվնասեմ, ոչ, այդպեսի բան չի եղել։ Հրաշ ջան, կարող է իմ մորակույրը իրան ամենավերջին բառերն ասած լինի, բայց վնասելու անում, ընդհանրապես չի շեշտվել։ Դա ես ինքս կարող եմ հաստատել, որ նման բան չի եղել։ Լավ, ինչը եղավ ձեր համբերության բաժակի վերջինը, Կաթիլը, հա։ Ոչ, Կարնե, երեկոյան զանգում մորակույրը ասում է երեխոց չեմ ստում, Կարնե չեմ ստում։ Ես չեմ պաշտպան, ճիշտն եմ ասում ես երեխային կվնասեմ։ Դե տղամարդկանց բերում է, ինչը չի ասում, երեխայդ վերցրա գնա, ուրեմն իմ տունը անբարոյական տուն չի, ես փեսատեր եմ, տղա ունեմ, խոսքի փեսանում, ինչը չի ասում խոսքի։ Երեխան վերցրա գնա։ Հրաշ ջան, անկեղծ սրտով եմ ասում։ Մի քանի տղամարդկանց հեռախոսի համարներ եմ, 3 տվյալներ եմ ճիշտ է զանգահարել ենք այդ մարդկանց, մենք խոսեցինք այդ մարդկանց հետ, իրանք էլ նույնը շեշտեցին, որ մենք Նինայի քաշվածներն ենք, մենք էլ ենք Նինային փնտրում, որ մեր գումարը ետ պահանջենք։ Նինայի ինչով են քաշված Նինայից։ Որ գումարը վերցել եմ մարդկանցից պարտքով, այս ինչ օրը կբերեմ կտամ ու չի տվել։ Դե համարը կաստած իրանց կներեք էլի։ Ու քանի հոգու Ինչ նպատակներով են Նինան գումարներ վերցրել այդ անձնավորը։ Ու իրանց ներկայացել է ես տանում եմ Կարինեին գումար տամ։ Մեկի չգիտեմ ինչքան է վերցրել, մեկ էլ մյուսիներից չգիտեմ ինչքան է վերցրել։ Լավ, դե կապը օղակ է, այդ Ալիսան ինչի այսօր այստեղ չի։ Կարծես ձեռքեր լվացել է, հա։ Ես ասեցի, ես ինքը հրաժարվեց։ Ինչի։ Ալիսան ձեր ինչ ծանոթն է եղել։ Ալիսան մեկտեղ աշխատենք Պարսկական։ Շատ լավ, ինչի եք Ալիսային օրինակ այդքան վստահել եք, որ Ալիսայի ասած յուրաքանչյուր խոսք, օրինակ որ Տիկին Կարինեն լավ կխնամի, եւ իրականում գնում եք մի տուն, որտեղ խոնավություն է։ Դաժե խոնավություն այն ժամանակ չկար, պատերի վրա որ խոնավություն դեռ չկար։ Հետո է խոնավություն երևաց, որ խոնավություն։ Լավ, դուք ինչի եք վստահել ձեր երեխային։ Դե ինչ անեմ, կաթ չուներ երեխան, ոնց անեի։ Ինչով կերակրի կաթ չուներ երեխան։ Չայ տալիս եմ տվել երեխան պայելու։ Թե չէ կպայի։ Շատ լավ, ոնց է եղել, եկեք հասկանանք այդ երեխային Տիկին Կարինեից վերցնելու գործընթացը, ինչպես են հայտնվել այս ամբողջի մեջ ոստիկանները։ Երեկոյան Կարինեն զանգեց իր մորքուրը վախեցրեց ես երեխուն գումարը չբերես տաս, երեխուն կվնասեմ, մորքուն էլ ինքն էլ մեկտեղ ասին երեխուն կվնասենք, դրանք երբ ոնց փողը չզբերի տաս, ես էլ առավոտյան գնացի ոստիկանություն, դիմում գրեցի, ասի խնդրում եմ օգնեք, գնամ երեխայս վերցրեմ, երեխուս ասում են կվնասեն։ Ինչ գրություն եք տվել գումարների վերադարձնելու վերաբերյալ։ Գրել եմ, որ ես կաշխատեմ, կփակեմ գումար, ես Եվ այսպես ինչքան է ձեր պարտքն այսօր, որքան 26000, ես չեմ արել։ 126000 դրամ։ Այո, 126000, ես 47000 էլ հոսանք, որ գիշեր ցերեկ վարվել է։
Բայց 50,000-ը դες ասացիք որ լուսի վճարել փողն էլ կվճարեր։ Ով է հոսանքը խոստաված, ես փողն եմ Դու խոստացել ես, որ հոսանքն էլ ոչ, շուտ ես ասում, կարի 47000 գիշեր ցերեկ վարվելակ ու երեխայի տանը։ Բայց ես ինչ անում, դու պետք է ապահովես դա։ Եվ 47000-ի հետ մեկտեղ այդ գումարը վճարես։ Բայց ես ինչ բան անեմ, որ ես երեխային տանելան պայել գումարն եմ տալիս պահանջում։ Ես էլ եմ շատ պահանջում, հիմա երեխաս հիվանդ է, թոքերով հիվանդ է, էսա ես պահանջում, դե մեր խո նորմալ դեղերի փող եմ տալու, չէ՞, այս երեխային։ Երբ որ մարդիկ երեխային տալիս են խնամելու, ժամը գալիս է 500 դրամ։ 24 ժամ առօրյա քո երեխային խնամել եմ, հաշվի այդ ամբողջ բայց ես խոսացել եմ, չէ՞, գումարը, օրականը, ինչքան։ Ինչ պնդում այդ քու տղամարդուդ հետ, որ երեխային պայելուց օրը 3000 դրամ է վճարում, որը 24 ժամ այդ երեխան եղել է իմ տանը։ Իսկ երեխան իմ տանը չի հիվանդացել, ինքն է մրսացրել։ Տկլոր երեխային մեծ տանից ով է այս երեխայի հայրը։ Ճիշտ ասած ես չեմ ուզում, ինքն ընտանիքի տեր։ Երեխան զբաղվում է այս ընտանիքի։ Չէ։ Ինքը հայրը չի զբաղվում։ Առաջին ձեր դստեր հայրը ով է։ Նույնն է, նույն մարդն է։ Նույն մարդից եմ։ Այսինքն առաջին աղջիկը ծնվում է, նրա խնամքով զբաղվել է այն ժամանակ։ Ձեր սիրեկանն է եղել։ Չէ, ես իր հետ կյանքս կապել եմ, երեխան ունեցել եմ։ Ներողություն, եթե ինքը ամուսնացած է եղել, տղամարդը ընտանիքի տերը է, այո։ Դուք ինչ կարգավիճակով եք այդ տղամարդու կողքը եղել։ Ես իմ երկրորդ կին եմ եղել։ Առաջի ընտանիքի իմացել է ձեր մասին։ Այո, իրանք իմացել են մասին։ Որպես Պատասխանատվություն ընդունվեց, որ մենք չիմացանք։ Չէ, երկրորդ կին ուզում եմ հասկանամ դուք ձեզ Ես չեմ ասում երկրորդի խոսքի օրինական ձևով, ոչ։ Դուք իրար հետ եք ապրում։ Զաքսով ապրել ենք մենք մեկտեղ իրար հետ։ Այո։ Որքան ժամանակ։ Մեկտեղ ապրել ենք։ Երկար ժամանակ, աղջիկս 4 տարեկան է հիմա, մեկտեղ երկար ժամանակ մենք ապրել ենք։ Լավ, երկրորդ երեխայի ծնունդից հետո ինչ տեղի ունեցավ, որ ձեր տղամարդը, հա, ձեր ամուսինը, ինչպես դուք եք կոչում, վերադարձավ իր ընտանիք։ Ամուսինը հրաժարվել էր այդ երեխայից, ասել է ես չեմ ուզում այդ երեխային ունենամ, ինքն էլ ընկերուհուս պատմել է, ես պետք է անպայման իրանից տուն պոկեմ, որ ես ուզում եմ այդ երեխային ունենամ։ Իմ ընկերուհուն է բացատրել նույնը Ալիսային։ Ոչ, ես երեխային պահել եմ, ես տուն եմ պոկել։ Ուր է ընտանիքի հայրը, հա? Այս երեխան բիոլոգիական հայր ունի, որ չի զբաղվում, որքանով հասկանում եմ իր երեխայով։ Ինչու՞։ Ես պրոստը չեմ ուզում իր այդ կապի մեջ լինեմ, իրան տա կապի։ Ինչու է տեղի ունեցել։ Ի վերջո դուք կիսելու բան ունեք որպես երեխան եք, հավասար է այն։ Հավասար է։ Ինչի՞ չի զբաղվում երեխայով իր հայրը։ Ես իմ չի ուզում ինքը։ Աղջկանով եւս։ Չէ, երկուսով էլ արդեն։ Բա ինչի աղջիկը հիմա գիշերօթիկում։ Ես եմ դե որ ստիպված ոնց անեմ, պետք է գիշերօթիկ տամ, որ աշխատեմ, երախում պահեմ, որ փաշապատ կիրակել երեխային վերցնեմ։ Ինչ է ասում տղամարդը։ Հա ինքը չի ուզում հիմա խոսքի երեխային պահի, ինքը իր ընտանիքի հետ ապրում։ Ինչու։ Դե հիմա չի ուզում, չգիտեմ ինչու դե։ Չէ, հայրություն ճանաչել է։ Ճանաչել այո, հայրություն ճանաչել։ Չէ, այդպես չի, չէ, որ մենք կարող ենք տենց։ Չէ, հայրություն ճանաչել է, հայրություն ճանաչել է։ Բայց պիտի զբաղվի այդ։ Տղային հայրություն չի ճանաչել, իր ազգանունով է։ Հա, երեխան իմ ազգանունով է։ Անուն ազգանունով։ Միայնակ մայր եմ ես գրվել, առաջին էլ եմ իմ ազգանունով։ Եվս մեկ փոքրիկ դաթար, որից հետո ի վերջո վերադառնանք այստեղ հասկանալու համար թե պատմության որ կողմը դեպի ուր է տանում եւ ինչպես հասկանում եք այստեղ քարկապները դեռ շատ են։ Հերթով սկսենք քանդել, սա երկրի գլխավոր թոքշոուն է, հեռու չգնաք։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, շնորհակալություն, որ ընտրել եք երկրի գլխավոր թոքշոուն։ Դայակը երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում է։ Մենք վերադառնում ենք։ Կարինե Սիմոնյանը երեխաներին խնամելով որոշեց աշխատանք գտնել, իսկ Նինա Մակյանը երեխային խնամելու համար փորձում էր դայակ գտնել։ Սակայն երկու կանանց միջև համագործակցությունը երկար չտևեց։ Նինան չվճարեց պայմանավորված գումարը, իսկ Կարինեն որոշեց չխնամել Նինայի երեխային։ Ինչու Կարինեն սպառնաց վնասել երեխային եւ ինչ մեղադրանքներ է հնչեցնում Նինայի հասցեին կիմանաք երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում։ Դայակը կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այսպես ձեր տղամարդու մասին խոսելիս դուք կարծես թե նկատի ունեք երկրորդ տղամարդուն, որը օրինական ձեր ամուսինը երբեք չի եղել։ Որքան էլ դուք դաժան համարեք դա, դուք ծույրու կարգավիճակում եք ապրել նրա հետ։ Ով է եղել ձեր իրական ամուսինը, Նինա։ Նա եղել երկրորդ նույն ամուսինն եղել երկրորդ երեխային։ Դուք գուցե նրան ամուսին կոչեք, բայց դուք ունեցել եք օրինական ամուսին, որի հետ ապրել եք ընդամենը 3 օր։ Այդ է հասկանում ասում ամուսնացել եմ, դե բաժանվել եմ։ Ինչի։
Դե ինքը մորաքրոջ հետ կապի մեջ էր, բաժանվել եմ։ Այսինքն 3 օրում դուք հասկացաք, որ ձեր ամուսինը մորաքրոջ հետ կապի մեջ է։ Իրանք մեկտեղ ճիշտ ասած նույն սենյակում են եղել հարաբերության մեջ, ես բնացրել եմ, դες բաժանվել եմ։ Առաջին ամուսնությունը տենց։ Դուք ձեր ամուսնության 3 օրերի ընթացքում բռնացել եք սեփական մորաքրոջ հետ, սեքսով զբաղվելիս եւ բաժանվել եք։ Բաժանվել եմ, հետո մեկտեղ ինքը ամուսնացել եմ մի ուրիշ աղջկա հետ, որը մեր հարևանի տղան այդ մեկ շենքում էր ապրում, նորից ինքն էլ բաժանվել, հիմա մահացած այդ կինը, ճիշտ ասած։ Ես առաջարկում եմ ձեր բարեկամուն այստեղ հրավիրել, չգիտեմ ինչի եք դուք այսօր մենակ այստեղ, Տիկին Գայանեն է գալիս Քսաբաս լուսամուտը։ Բարի երեկո Տիկին Գայանե։ Դուք ներկա եք եղել այս ամբողջ Ներկա չեմ եղել ամբողջին, ես միայն ներկա եմ եղել այն ժամանակ, երբ որ գնացինք տեսության Կարինեին իմ հորաքրոջս հետ, որը Կարինեի մորաքույրն է։ Ահա։ Գնացինք տեսության, իր վիճակը զանգեցինք, հեռախոսազրույց ունեցանք, որ ինքը շատ վատ վիճակում է, խնդրեց, որ գնանք իրեն հյուր։ Գնացել ենք իրան տեսության, տեսել ենք երեխային Կարինեի մոտ։ Այդտեղ ինքը պատմեց, որ Նինան բերել է երեխային մի շաբաթական ժամանակից։ Նինային ճանաչում եք դուք։ Ոչ, չեմ ճանաչում։ Առաջին անգամ եք տեսնում Նինային, ահա։ Այսինքն որպես հիմա ով եք ներկայանալու դուք այստեղ։ Այսինքն ես ուզում եմ ձեր գալու նպատակը հասկանալ, ձերը։ Հրաժան, մենք ենք զանգահարել, ես հորաքրոջս հետ զանգահարել եմ Նինային, մենք խնդրել ենք, որ ինքը երեխային գնա վերցնի Կարինեի մոտից, որպեսզի Կարինեն կարողանա ուրիշ տեղ աշխատանք փնտրի։ Այսինքն մեղադրանքները, որոնք հղվել են, հենց ձեր ներկայությամբ են հղվել։ Այո, մեղադրանքներ ընդհանրապես չի եղել, ճիշտ է, ամենավերջին խոսքերը իմ հորաքույրս ասել է Նինային, բայց ինչ վերաբերվում է, որ ինքը սպառնացել է երեխայի հասցեին, դա անհնարին բան է։ Մենք կարող ենք այդ խոսակցությունը, մեր այդ թեման, որ եղել է խոսակցության, նույնիսկ հանենք հեռախոսազրույցը, ներկայացնենք, որ նման սպառնալիք երբեք չի եղել։ Հանեք։ Կհանենք։ Ոստիկանությունը ձեր հաղորդագրությունը ընդունել է։ Հարուցված է գործ։ Հա, հարուցված է։ Ինչ է հարուցված։ Որպեսի։ Հարուցված չէ, խոսքի դիմել եմ, իրանք ես գրել եմ, խոսքի երեխային գնացել վերցրել եմ։ Այդքան բան, հենց հարուցված բան չկա։ Ինչ էիք գրել։ Ինչ է հայտարարության մեջ նշված։ Գրել եմ, որ ես ինքս չեմ հրաժարվում Կարինեի գումարից, ես կաշխատեմ կփակվեմ։ Խնդրում եմ օգնեք, որ իմ երեխային Ներեցու Նինա, դուք փորձ արել եք գնալ ձեր երեխային հետ վերցնել։ Չէ, փորձ չեմ արել։ Միանգամից ոստիկանների Չէ, ժամանակ որ զանգարեցին, ասիկ երեխայի գումարը բերեք հաստրալիով լրիվ գումարը։ Չէ, բերես լրիվ գումարը, երեխային կվնասել, դրանով չես բերել։ Հրաշ ջան, ինքը զանգահարեց հենց այդ դրանից մեկ օր առաջ մինչև ոստիկանները մեր տանը հայտնվելը, դրանից մեկ օր առաջ զանգահարեց ինձ Կարինե, ես անպայման գոնե քեզ 20,000 դրամ կբերեմ, կհասցնեմ, գոնե տար էլեկտրիկի վարձը տուր։ Ինձ նման ձևով բանա հավատացրեց, ես հավատացի, որ ինքը պետք է գար։ Դե լավ, ասի, եթե կգաս, առավոտյան գոնե գումարը բեր հասցրու։ Զանգի ասի Նինա, էլեկտրիկն եկել է լուսն անջատում է, ինչ է լավ գումարը։ Սպասի, հեսա տաքսիով կուղարկեմ։ Հեսա ժամը 1-ին տաքսիով կուղարկեմ։ Տաքսին ժամը 1-ն էլ անցավ, 3-ն էլ, 6-ն էլ, 7-ն էլ։ Ես հիմա զանգել եմ Նինայի, Նինան հեռախոսն անջատել է, որպեսզի իմ զանգերին չպատասխանի։ Ալիսայից վերցրեցի աշխատավայրի հեռախոսի համարը եւ անմիջապես զանգահարեցի իր աշխատավայր։ Ինքը վերցրեց հենց առաջինը, ասի Նինա, խնդրում եմ փողը հասցրու, էլեկտրիկը ուզում է լուսն անջատի, ուզում ես քո երեխատ մնա ցուրտ տեղը։ Եթե քեզ հաճելի է, որ քո երեխային պահեմ ցուրտ տեղը, խնդիր չկա։ Այս սա վերագրել է Հրաշ ջան, որ ես երեխային սպառնացել եմ, կվնասեմ, սա սարքել է ինչ որ մի հատ հայոց պատմություն։ Լավ, Նինա, դուք մինչև երբ եք պատրաստվում երեխային խնամքի թողնել Տիկին Կարինեին։ Մի երկար երեխային կարանամ կաթիփող պահի։ Շատ լավ, ինչ տեղի ունեցավ այդ խնդիրը։ Լավ, եթե լավ դայակ չէր Կարինեն, հա, կարող էի երկրորդ դայակ։ Նորմալ էր, նորմալ պահում էր սկզբնամասում խոսքինես չէ։ Ներողություն, եթե լավ դայակ չէր եւ դայակի մոտից դուք ստիպված էիք միայն ոստիկանությամբ երեխային վերցնել։ Եթե այդ գիշերին։ Երկրորդ դայակ ինչու չգտաք եւ հիմա չեք շարունակում աշխատել։ Ի վերջո դուք պիտի աշխատեիք, չէ՞ որ կարողանաք այդ գումարները։ Այո։
Մուծեի։ իրավացեք։ Հիմա երեխան հիվանդ է, դրա համար չեմ աշխատում։ Բայց դուք պատրաստվում եք աշխատել։ Հիմա դե որոշ ժամանակ իր գումարը վերադարձնեմ։ Պետք է աշխատեմ իր գումարը վերադարձնել, Երեխային ինչ եք անելու։ Դայակ բան։ Իսկ 4-ամյա դուստրը 4-ամյա դուրսը կխապի։ ոչ, ես դեպք չէ, որ ես չտամ։ Հարազատներ ունեք, Նինա։ Հիմա մենք կհասնենք դրան։ Որ հիվանդ է, շաքարով հիվանդ է, ճշտում ունի, այո։ Քույր, եղբայր, ոչ ոք հարազատներ չունեք, որոնք կարող են ձեզ որոշ ժամանակով օգնեն։ Միայն ձեր մայրն է։ Մայրն է, բայց չի կարող։ Ներդու որտեղ եք ապրում։ Որտեղ եք ապրում դուք։ Դուրս չի եղել։ Մենակ թաղային է եղել։ Բալավիտում, Կոտայքի մարզ։ Ձեր մայրական հայրական տունն է։ Հայրական, հա։ Եթե միայն թաղային է եղել, ինչ ուդաստավլենի եք ցույց տվել, որ եկել եք տարել եք այդ երեխային։ Ուդաստավլենի չի եղել, թաղային է, կարող թաղայինով նորից։ Միայն թաղայինն է եղել։ Այո, միայն թաղայինը։ Սիմոն Սիմոնյանը, Ուդասլավն։ Հարևաններն է կարող են ցույցում տալ, որ Չեմ ստում։ Չստես, բոլորը տեսել են։ հարևանները ներկա են եղել երեխային Սիմոնյանը քո սիրեկանն է։ Սիմոն Այդ երեխաներն էլ նրանն են։ Չխափես։ Չեմ խափում։ Դու Չեմ չխափես։ խափում, Կարին է։ Ասվածքա դու պատասխան կտաս։ Իսկ լավ, կներես Նինա, մի բան ասեմ ձեզ, որ մի նորմալ ծնողը, սրտացավ ծնողը, մի շաբաթական երեխային կվստահի դայակին։ Չվստահեմ, բայց երեխաս որ կաթ չունի, սովաս թողա Ու չճանաչելով Կարինեն ինչ վիճակում է ապրում։ Ցերեկ աշխատում, մեկը գիշերային մնում է աշխատում միջև առավոտ։ Գիտեք, այդպես չի լինում, որ գործատուն համ ցերեկը, համ գիշերը աշխատացնի, որովհետև մարդը ֆիզիկապես քնի կարիք ունի։ Դուք որ քնում եք, ձեզ չէր հուզում ձեր բալիկին տեսնել։ Շատ ժամանակ իրան տան եմ գնացել, որ խոսքի փոխանցել եմ, ասել եմ մնա խոսքի։ Բայց ես իրանից ոչ մի գիշերը գումար չեմ պահանջել, բացի Ալենի խնամելու գումարը։ Այսինքն դուք քնելու տեղ էլ չունեք։ Դիքի Կարինե, ներողություն, եթե դուք կարծում եք, որ այս կինը բարոյականության հետ խնդիրներ ունի, հիմա Պողոս Պողոսյանն է, Սիմոն Սիմոնյանն է, Վարդան Վարդանյանն է, թե Քերոբյանն է, էական չի։ Եթե դուք հասկանում եք, որ պարբերաբար այլ տղամարդիկ էին ավելանում այն ցուցակին, որից արդեն դուք տեղյակ եք։ Ձեզ համար նորմալ էր վերցնել, երեխային խնամել, թողել այս կնոջը գիշերել։ Եվ վերջո, գիտեք ինչ կռվից հետո անընդհատ ասել, որ նա անբարոյական է, բարոյականության հետ խնդիրներ ունի։ Ես էլի եմ շեշտում ու ճշմարիտ եմ ասում, որ ամսի 29-ից ես ասում եք ու երեխայդ վերցրու գնա իմ տանից։ Սպասի Կարին ջան, այսօր փող կլինի, վաղը կլինի, գնամ բանկից կվերցնեմ, բանկի հետ խոսացել եմ, փող կվերցնեմ։ Լավ, գումարները եթե մի կողմ թողենք, ինձ համար նախնական զրույցում շատ կարևոր մի հարց էր ձեր կողմից, որը բարձրացվել էր, որ Նինան կիսամերկ վիճակում հայտնվում էր ձեր տան կենտրոնում եւ այդ ամենի ականատես նաեւ ձեր 20-ամյա որդին էր։ Այո։ Դա նորմալ է։ Ոչ, ասեմ, նա երբ արթնանում էր, քանի անգամ երեխային կերակրելուց ամբողջ մարմինը բարձրացնում էր տղաս տանը նստած։ Քանի անգամ ես եմ հետևին մեջքին աջալով ծածկե, որ երեխային շուռ գա ու կերակրի։ Սուտ ես ասում, կաթ չունե ես որ կերակրեի երեխային։ Անկեղծ եմ ասում, ես ստելու բան չունեմ։ Շատ ափսոս, որ իմ 20 տարեկան տղեն էստեղ չի ու ներկա չի, բայց ես անկեղծ եմ ասում, ամբողջությամբ առանց գետինը մտնելու, երբ դրսից ներս էր մտնում, կեղտոտ ձեռներով գալիս երեխային էր դիպչում, քանի անգամ նկատողություն եմ արել, երբ դրսից ներս ես գալիս, ձեռքերդ լվա նոր մոտեցի երեխային։ Կեղտոտ ձեռքերից հոտ էր գալիս, ես իրա վրա քանի անգամ խոսացել եմ, անգամ իմ տղասել է իրա վրա ջղայնացել, որ եթե ներս ես գալիս, բարի եղի ձեռքերդ լվա։ Ու ինքը մեզանից դրա համար նեղանում էր, որ մենք իրան ճիշտն էինք ասում, չէ որ երեխան փոքրիկ է, հակահիգիենիա է ամեն ինչ։ Գոնե դրսից գալիս ես մտի լվացվի նոր արի կպ։ Եվս մեկ փոքրիկ դադար, որից հետո իրականում պիտի հասկանանք այս պատմության մեջ ով է Լվան ու ով անլվան։ Դադարից հետո վերադառնում ենք։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Դուք դիտում եք Կիսաբաց լուսամուտները, Դայակն է այսօր մեր եթերում եւ մենք վերադառնում ենք։ Գանե, խնդրեմ, ինչ եք տեսնում այս իրավիճակում եւ ի վերջո որքանով է այստեղ արտնացած մայրական ինստինկտ։ Հրաչ, գիտեք, կանայք կա կանանց մի այդպիսի կատեգորիա, որտեղ նրանց կյանքում կան շատ ավելի կարևոր բաներ, քան մայրությունն է, քան մայրանալն է։ Նինայի կյանքում, գիտեք, նայում եմ դեմքին ու անդադ փորձում եմ հորիզոնականներ անցկացնել, զուգահեռներ անցկացնել, ու գիտեք ինչ եմ հասկանում, Դայակը ավելի էմոցիաներով, գոնե ցավալով է խոսում, ինչ որ
Ես Նինային նայում եմ, ինձ թվում է ես Skype-ում որ նկարը սարում եմ, ոնց որ մարդը ոչ մի միմիկա բացարձակ, ոչ մի զգացմունք, բացարձակ, ես գիտեք ձեզ մի բան իսկապես մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը շեղենք, այդ կողմ շեղվենք, Նինան այս երեխային ունեցել է տղամարդուն իր կողքը պահելու համար, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, դա Նինայի մոտ չի ստացվել, այս երեխան եղել է գործիք ինչ-որ մի նպատակի հասնելու համար, ոչ մի մայր Նինա ջան, ես ձեզ չեմ մեղադրում, հավատացեք, յուրաքանչյուր աշխատող մայր շաբաթվա մեջ գոնե մի օր կգողանար իր բազմազբաղ կյանքից, որ գոնե իր նորածին երեխային բալիկին լողացներ, դա ամենահաճելի բանն է։ Լողացրել եմ, կներեք էլի, խոսակցությունը կտրեցի, ես շատ ժամանակ Ես խոսեմ դուք կասեք, հա Նինա ջան, իր բալիկին լողացներ, երեխային պարբերաբար տաներ մանկաբուժի մոտ, չէ՞ որ երեխան նորածին երեխան պիտի անընդհատ բժշկի հսկողության տակ լինի։ Բայց այստեղ չեմ էլ փորձում ես Նինային քննադատել, որտեվ եթե խորանանք միգուցե Նինայի մոտ ընտանեկան մոդելը ձևավորված չի, մայրամոր կերպարը Նինայի համար այդքան էլ ձևավորված, որպես այդպիսին մայրական զգացմունքներով լի կերպար չի։ Այս ամեն ինչի արմատները շատ ավելի խորն են։ Հիմա միակ բանը, որ ես իսկապես ուզում եմ հուսալ, որ Ալենչոյի կյանքը գոնե ինչ որ ձև կփոխվի։ Դուք ձեր մասնակցությունը չեք ունենա, ես համոզված եմ, չեք ունենա, որովհետև հրաչ գիտեք, նորածին երեխային խնամելով է մայրը մայր դառնում։ Երեխան երբ որ ծնվում է, այդ զգացմունքները երբեք չես համեմատի այն զգացմունքի հետ, երբ որ քո բալիկը 6 ամսեկան է կամ մի տարեկան։ Դու այդ երեխայի հետ, ինչքան երեխա տա մեծանում, այնքան քո զգացմունքը այդ երեխային է կապնում։ Երբ որ դու քո նորածին բալիկին տալիս ես դայակին, դայակ, որը մայրացել է, յուրաքանչյուր քար սիրտ կին այդ երեխային պահելով, այդ երեխայի հետ կկապվեր, այդ երեխան իրեն կհուզեր։ Այդ օրը, որ մենք Կարինեին հյուր գնացինք, երեխան իրեն մոտ էր, ասեց մորքուր, ասեց, պատկերացնում ես, որ հանկարծ գա Նինան երեխային տանի ուրիշի մոտ, այս երեխան արդեն իմ հոտին, մի շաբաթից ես եմ պահել այս երեխային, ասեց, իմ հոտին ինքը սովոր է, եթե եկան տարան, ասեց, այս երեխան անդադ, ասեց, կջերմի, ասեց, ջերմության մեջ կվառվի, ասեց, ոնց հանեմ, ասեց, բա այդ ժամանակ ես ոնց կարամ երեխային իրան տրամադրեմ, իմ հորաքույրս էլ ասեց, դու ասեց քո մասին մտածի, ինչի համար ես այդ երեխայի մասին մտածում, երեխան մայր ունի, թող մայրը գա իր երեխային տանի պահի, ասեց, որ այդ երեխան սովորի իրան, ասեց, ոչ թե քեզ։ Բազմազավակ մայրերին հասկանանք, թե իրականում ոնց է։ Մի տեսակ այնուամենայնիվ ես չեմ հասկանում, թե այս պատմության մթությունը նորմալ մայրը երբեք իր մի շաբաթական երեխային չի թողնի ուրիշին։ Եթե երեխադ կաց չունի, պետք է անես խոսքի Որտե ինչ անես երեխայի կոպիտ ասեմ։ Մանկատուն եք հեշտ ասում։ Այ մանկատուն դրա համար հաստատություններ գործում։ Այո, ելնելով իմ երեխայի ստիված կգնաս կաշխատես, բայց ես կյանքում մանկատուն։ Նինա ջան, հիմա ձեր երեխան գիշերօրթի դպրոցում չէ, 4 տարեկան է։ Բարելավելու համար ես ամեն ինչի ընդունակ եմ։ Մի տեսակ վերամբարձ խոսքեր եք ասում։ Տիկին Մարգարիտա, լսում եմ ձեզ։ Անկեղծ ասած դժվար անում եմ ինչ որ մի բան ասեմ եւ չեմ էլ ուզում մեղադրեմ ոչ մեկին, միգուցե Նինան դեռ չի կայացել որպես մայր, դեռ չի հասունացել, որտեվ երբ մարդ հասունանում է, նոր է պատասխանատվություն զգում երեխայի նկատմամբ։ Դրա համար պարտադիր է անընդհատ երեխաներ ունենալ որպես Այդ դա ասում է այն մասին, որ նա նույնիսկ չէր գիտակցել, որ առաջի երեխային չկարողանալով պահել, երկրորդն է ունեցել, այնուամենայնիվ եւ Նինան իլյուզիաներ է ունեցել այդ տղամարդու նկատմամբ եւ փշրվել են այդ իր իլյուզիաները եւ նա մեծ հոգեբանական ապրումներ է զգացել, այդ իսկ պատճառով երեխային էլ է անտեսել։ Ամեն դեպքում Նինա ջան, ես կցանկանամ, որպեսզի դուք լուրջ ավելի մոտենաք այս հարցին, որովհետև դուք մայր եք եւ մի թողեք, որպեսզի երեխաները վաղը ձեզ մեղադրեն։ Դա Իգնայդա Գիտեք, կարծում եմ մայրական զգացմունքները եւ զգացողությունը տարիքի հետ կապ չունի իհարկե եւ ոչ էլ երեխաների քանակի հետ, որովհետեւ մանկապարտեզի տարիքի երեխան երբ խաղում է իրեն տիկնիկի հետ, արդեն երևում է, որ նա ապագա լավ մայրիկ է լինելու։ Այստեղ մայրական զգացմունքների մասին չենք կարող խոսել, Նինա, որովհետեւ դուք այնպիսի քայլեր եք դիմել, չգիտես, զարմանաս, լիքը հարցեր կան, չեմ էլ ուզում տալ, ձեզ դուք ձեր կյանքը ըստ երևույթին կդասավորեք
աշխատանքի դիմաց պետք է վարձատրել։ Միանշանակ դուք պետք է այդ գումարը տաք։ Տիկին Կարինե, ձեզ եմ ուզում անդրադառնալ եւ խնդրել, որ այսուհետ գումար աշխատելու համար չվերցնեք ձեր վրա այդպիսի մեծ պատասխանատվություն։ Ես ամենասկզբից, երբ դուք պատմում եք, ես ապշեցի։ Մի քանի օրեկան նորածին երեխային դուք ինչպես եք վերցրել եւ օր ու գիշեր դա աննարին բան է։ Ու եթե մենք չստիպեինք իրան մի արեք գործ ունեք երեխայի հետ ի վերջո Ալենչոնը ներողություն, բայց ինձ համար շատ զարմանալի է, որ ձեզանից որևէ մեկը քավլիցի ես որևէ մեղադրանք չունեմ ասում։ Բայց տեսեք, դայակ լինելը դա շատ լուրջ մասնագիտություն է եւ դա հոբի չէ, հա, որ երեխային պիտի չեմ ասում արտոնագիր ունենալու մասին, չեմ ասում հաշվառված լինելու մասին, չեմ ասում տարբեր բաների մասին, որոնք մեր հանրապետության կողքով այս առումով շատ կողքով են անցել, հա չեմ քննարկում նույնիսկ այս հարցը։ Ոնց կարող է։ Չի ուզում տեսնի մայրը երեխայի հետ արքի չի ուր է բերել, ինչ պայմաններ են, պատերը խոնավ են թե ոչ։ Ներողություն, շատ լավ։ Առաջին դեպքը չէ, երբ մենք ծնողի անգիտակցության կամ դժկամության կամ անտարբերության հետ ենք, հա։ Բա Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, կոնկրետ գերատեսչությունները, սոցիալական ծառայությունները, ի վերջո այդ երեխան որոշակի ժամանակը մեկ պիտի բժշկի հսկողության եւ ոչ միայն տակ գտնվի, հա։ Բժիշկը չի արձագանքել, ուր է այդ երեխան, ինչի չեն բերում։ Եվ այլն։ Խնդիրն այն է, որ ճիշտ եք, շատ ճիշտ ես։ Ես անկեղծ ասած 2013-ի ամփոփումները երբ իմ համար անում է, 2014-ին ուզում եմ հասկանամ ինչքան ենք մենք շարունակելու այդ վերևի շերտը միայն տեսնել թեմայի։ Հիմա մենք ձեզ որևէ մեկը չի մեղադրել, դուք ինչ իրավունքով եք տիկին Կարինե, ես թող լինեմ դա, հա, ով է ձեզ թույլ տվել, որ դուք ձեզ կարող եք դայակ կոչել։ Ծնողը ոչ ոք իրավունք չի տվել, ես էլ չէի պատկերացնում, որ այդքան դժվար կթվար ինձ համար երեխա պահելը։ Անկեղծ եմ ասում, ամսի 23-ին Աստված ջանի, եթե իրականում առողջական որևէ լուրջ խնդիր լիներ, հա, վայր ընկնել երեխան ձեր գրկից, չգիտեմ, գլխի հետ մի բան լիներ, Աստված ջանի, բայց ինչ որ մի բան լիներ, հա, Հրաչ ջան, ամսի 23-ին ասելու եք Ալիսա դու խորհուրդ ես տվել, Ալիսա դու խորհուրդ որ նինա երեխային տաներ հետազոտման։ Ինձ միշտ չես տում եք ավելորդ եք խոսում, որովհետև Հրաչը շատ ճիշտ, շատ արմատական հարցադրումներ արեց, իսկ բոլորն են մեղավոր, մեր անտարբերություններ։ Ես ինձ եմ մեղադրում, որ այնպես որ պետք չի այլևս խոսել։ Այս երեխան Պարոն Մարոզյան, եթե ես ես այդ եմ ուզում բացատրել։ Արական սերից այս կանացի աշխարհում մի բան փորձենք հասկանալ, այնուամենայնիվ ինչպես հայտնի երկն է երկում սա տղամարդկանց աշխարհն է։ Նաև տղամարդու մասին ես գիտեք ձեր մասին ես հիմա լավ հասկանում եմ, որ դուք գիտակցում եք, որ ամբողջ մեղավորը դուք եք, դուք գիտակցում եք։ Պարզապես ես չեմ տեսնում գիտեք վերապրումը ձեր մեջ, որ կարողա հույս ունենան, որ վաղը դուք կարող եք փոխվել, այս է ինձ շատ անհանգստացնում։ Մի վարքյան, դուք հիմա գիտեք, որ ամբողջ իրավական են, փողային եւ դրա մասին էլ թողնենք, դրա մասին չեմ խոսում։ Դուք որպես մայր, ես հույս չունեմ, որ դառնալու եք մայր։ Եթե մեղավորը վերապրում է պահը, կարմրում է, գիտեք իրեն տեղը չի գտնում, ինչ որ մի նման երևույթներ հոգեբաններն ավելի լավ ասին։ Գոնե հույս կունենանք, որ մենք այս երեխան մայր կունենա։ Դուք 1 օր, 2 օր, 3 օր կաթից կտրել եք։ Նույնիսկ այն շան ձագերը, որ փոքրիկ հոգի է շարժվում սովորական մարդկանց մոտ, որ նա ձագ է, փոքր է, օգնության կարիք ունի։ Ուր մնաց սիրտ, սրտի դիրք, որ դուք չեք ունեցել, կաթից կտրել եք, չգիտեմ ինչ պատճառներով, հետո տարել եք, թողել եք, հիմա էլ նորից այդ ինչ վերաբերվում է, այո, տղամարդուն, այս տղամարդը, որ չգիտեմ այս հաղորդումը կլսի, կամ այն աշճան անպատասխանատու անհոգի մի մարդ է, որ երեխայի ճակատագրերի հետ է խաղում ու հայր է կոչվում, ես չգիտեմ այդ մարդն ով է, բայց հիմնական մեղավորը, մի վարքյան Սիմոն Սիմոնյան, ես չգիտեմ ով անա։ Ես ասում եմ իրական հորը, որը որ մենակ դուք գիտեք, ով է։
Գիտեք ինչ, Ինչն է պատճառը, որ այսօր այստեղ չի։ Ինչն է պատճառը, որ դուք եք եկել։ Ուր այս երեխայի համար պատասխանատուները, ծնողները։ Այդ պայմանական Սիմոն Սիմոնյանը, հա, եթե նույնիսկ պայմանական ընկալենք, հա, ինչու չընկալենք որպես միայն բիոլոգիական հայր, իսկ ով է ասել, որ ինքը պատրաստ էր հայր դառնալու, ով է ասել, որ ցանկություն ուներ, սա գուցե զվարճանքի հերթական չափաբաժնի պարտադիր հետևանքն է պարզապես։ Տիկին Թարխանյան։ Իզարմանս բոլորիս ես ասեմ հետևյալը, ես Նինային չեմ մեղադրում, ընդհակառակը։ Մարդը երեխաներին չի տվել մանկատուն, հենց սկզբից նա կարող էր տալ մանկատուն։ Այստեղ շատ պարզ երևում է, խնդիրը ինչումն է։ Մեղավորը այստեղ տղամարդն է եղել, որ տիրություն չի արել, մարդը այս վիճակում է հայտնվել։ Ձեր խնդիրը, որ գումար պետքա տա, մարդը չի հրաժարվում։ Նա ասում է, նա կաշխատի կտա, նա չի ասում, հետո երեխայիս կտանեմ մանկատուն նորից էլի։ Երեք առավոտյան էլեկտրիկն եկել էր ու ին վրա մի րոպե էլեկտրիկին դնենք մի կողմից դու գիտեք իրավական դաշտ որ մտնեք դուք ավելի շատ խնդիրներ կունենաք քան թե Նինան։ Դուք դրանից տեղյակ եք։ Ես չգիտեմ Ես չգիտեմ չկա, դուք այստեղ լսեք։ Դուք մարդուն ընդունել եք, երեխային ընդունել եք, պահել եք, այդ երեխան պետք է մի քիչ ձեմը, չէ՞, ջերմություն առաջացնի։ Հիմա այս կինը քանի անգամ մենք իրան շեշտել ենք, արի տար երեխային, ես էլ քո հետ կգամ, տանենք երեխային ստուգման, քանի որ ամսի 23-ին դեկտեմբերի լավություն է կարելի վերջ արեք, մի րոպե լսեք ինձ, մարդը չի հրաժարվում։ Մի րոպե մարդը չի հրաժարվում գումարը վճարելուց, եւ ես հավատում եմ, որ նա կվճարի։ Չի խոսքը։ Բա ինչի մասին։ Դուք ինձ ճիշտ հասկացեք։ Ասեք Ես ասում եմ հետեւյալը, ապրանքով արենդայի մասին եք խոսում, փողելա փողը պիտի տա։ 23-ից իրան ասում են երեխային դիվտերա պետք, երեխային ստուգում ապետ, պետք է տանեք երեխային ստուգման։ Իսկ նա ինչ չէ լսում, ամեն անգամ իր գործը առաջ տանելով, իր էշը առաջ քշելով, ամեն օր այդքան մտածելուց գոյություն ունի սոցիալական ծառայություններ, դուք դիմեիք այդտեղ։ Դուք պետք է դիմեիք արդեն սոցիալական ծառայություններ։ Հարցրեցի Նինային, թե որքան գումար են աշխատել այդ իր աշխատանքի ընթացքում, ասեց օրական 5000 գումար։ Այսինքն որքան աշխատել եք օրավճարը, պետք է կանել տայեք տիկին Կարինեին։ Պետք է տայեք։ Դա եղել է ձեր պայմանավորվածությունը։ Պայմանավորվածություն, այո։ Իսկ մյուս երեխային ինչով պիտի պահեիք։ Մեզ երեխան ուրբաթ շաբաթ կիրակի վերցնում եմ։ Էլի տվել էր դայակի մոտ։ Դայակ չկա, տալիս է գիշերոտ։ Մի ստի, էլի դայակի մոտը, մի ստի Նինա։ Չեմ ստում։ Նինա մի ստի դայակի մոտ է տվել։ Դայակ ես ի վիճակի չունեմ որ դայակի։ Ու դու տամ։ անընդհատ շեշտում էիր այդ դայակի էլ հերախոսով միշտ զրույցի մեջ էր մտնում։ Քանի դեռ մենք Նինայի կաշվի մեջ չենք կարող հասկանալ, թե ինչն է իրականում Նինային դրթել, որպեսզի նա գնա այսպիսի քայլերի, բայց կարծում եմ չեմ ստում։ Խոսքի որ ասում եք որ երեխային մայր չէ, մայր է, մենք միշտ կարող ենք հիմնավորումներ գտնել յուրաքանչյուր արարքի։ Ես ուզում եմ ասեմ, որ այս հաղորդումը միգուցե Նինայի համար շատ մեծ փոփոխություն պիտի մտցնի Նինայի կյանքում եւ ուզում եմ հարցնել, ինչ է պատրաստվում անել այսուհետ, ինչպես է պատկերացնում իր կյանքը երեխաների հետ կամ երեխաներից անջատ։ Դուք ինչ եք պատկերացնում, ձեր կյանքը ինչպիսին կլինի։ Այսօրվանից հետո։ Այդ դրա համար պետք չի հալածել, պետք է մարդուն ինչ որ հարցով կարողանանք մենք բոլորս։ Ես ընդհանրապես քննադատություններին դեմ եմ, ամեն մարդ սխալական է։ Նա մանավանդ կինը որ չունի ոչ մի բան։ Եկեք տիկին Նինային արձան կանգնեցնենք։ Ոչ, տիկին այդա, արձան պետք չի, պետք է մարդուն, ոչ, պետք է մարդուն։ Միգուցե նա չի գիտակցել, փաստը կա, հասկանում եք, չի գիտակցել։ Երեխաներ կան։ Ոսկի իմ երեխա։ Կասեք ձեր առաջի բալիկին, ոնց եք պահել։ Պահել եմ երեխային նորմալ մեծացած ես եմ, այո, պահել։ Որևէ խնդիր առողջական ձեր բալիկը չունի։ Չի ունեցել, ես եմ պահել։ Ով է աշխատել։ Այդ ժամանակ իր հայրն էր տիրություն անում, նայում էր։ Դե պատկերացրեք, որ օգնությունը ստացել է։ Բնակարան ունեք, դուք թե վարձով եք։ Բնակարան մայրը իրան տանից դուրս է հանել, այդ երկրորդ երեխան Լավ, Կարինե ջան, դուք անընդհատ իր բարոյականությանն եք կպնում։ Եկեք չխոսենք այդ մասին, որովհետև չգիտենք թե ճշմարտությունն եմ ասում։ Ես հիմա թույլ տվեք մի բան ասեմ, քանի պահը եկել է։ Ուրեմն այս կինը քանի օր ինձ մոտ էր մնում իմ տանը։ Ես էի իրան առաջարկել, որպեսզի երեխան առանց մայր իրան միայնակ չզգա, արիք թոքո քնքշանքը, քո գուրգուրանքը ունենա։ Ես իրան քանի անգամ շեշտել եմ դա, ներողություն։ Քանի որ ինքը էլ երես չուներ իմ տուն գալու,
Պարզը բացատրեմ ձեզ։ Նա գնում էր արդեն սկսում էր գիշերել հյուրանոցներում ու տարբեր տղամարդկանց հետ։ Հասկացել ենք, լավ, միգուցե Նինան ամենաանբարոյական կինն է, դա հասկացել ենք։ Ես հասկանում եմ դեռ մենք դեռ կարին էին կարելի է։ Եթե դու երեխային պահել եք եւ որոշ սիրով լցվել եք երեխային նկատմամբ, հիմա հանուն այդ երեխայի ծառավել եմ, սիրել երեխաներս իմ հետ կռիվ էին անում։ Մամա, ոնց է դու իրան շատ ես սիրում, մեզ միած չես։ Ավելի լավ որ դուք եք ասում։ Հիմա հանուն այդ երեխայի կարող եք Նինային զիջեք այդ պարտքը եւ չուզեք իրանից այդ գումարը։ Հանուն այդ երեխայի ուղակի հեշտացնել ավելի Նինայի վիճակը։ Եթե նա չզիջի, ուրեմն վատ մարդ է։ Մնացածը իրան լինի, ես այդ չեմ կարող։ Թողի խոսանքի վարձի համար եկեք այստեղ ասեմ։ Այսօրվա ձեր այցը այստեղ ինչ է հետապնդում։ Այցը որ ես խոսքի կանեն ասի, ես գումարը կաշխատեմ կտամ, որ խոսքի ինքը մեղադրում ես մայր չեմ կամ ես անբարոյական եմ, ես սոտոմա, թող ապացուցի, ամենը բերը ապացուցի։ Ախր ապացույցներով դա չի է։ Ապացույցներով չի, Նինա, հիմա եկեք չփնտրենք ապացույցներ։ Եթե ինչ-որ մեկը ուզում է ապացույցներ, ամեն ինչ անում է, որպես այդ ապացույցները գտնեն։ Եթե նույնիսկ դրանք իրականության չեն համապատասխանում։ Ապացույցները երբեք հիմք չեն ընդունում։ Տիկին Կայանե, դուք դեռ 126,000 դրամի դարդն եք, ինչպես ասում են։ Ոչ, ես դրա դարդը չեմ, թող իմ հոսանքի վարձմուծի, իմանամ այն ամբողջ գումարը Էլենչոյի համար եմ ես տրամադրել, ու այդ երեխային իմ կողմից մեծ նվեր եմ արել։ Թող իմ հոսանքը միայն մուծի, 47,000 որ ես չեմ աշխատում։ Եվ որպեսզի այսօր չդառնա իրականում 47,000 դրամի պատմություն, ես ուզում եմ սոցիալական ծառայությունների ուշադրությունը հրավիրել այստեղ։ Ես ձեզ խնդրում եմ ընդամենը մի վայրկյան կտրվեք այն առօրյայից, ինչ դուք եք ապրում յուրաքանչյուր օր։ Փորձեք դրան նայել մեկ այլ հայացքից եւ կտեսնեք, թե իրականում ինչ սարսափելի է իրավիճակը, ինչը դուք ձեր անգործությամբ ստեղծում եք մեր հանրապետությունում։ Ցավոք սրտի, իրականություն է սա եւ ոչ թվացial։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, առողջ ու երջանիկ եղեք, մենք սպասում ենք ձեր արձագանքներին, ցտեսություն։